տրամաբանությունը հետևյալն է, որ եթե կողմերը դիմում են ինչ-որ կենտրոնի, տվյալ դեպքում դուք մատնանշում եք Մոսկվան, այդ դիմելը գին ունի, կանգնեցնելը գին ունի, չէ՞, ով վճարեց այդ գին։ Ինձ թվում է Ադրբեջանը վճարեց այդ գինը, որովհետև դրանի, նայեք, Ադրբեջանը նախատեսելով խորը ռազմական հարված եւ անհաջողություն կրելով դրանից հետո տարի ու կես ինքը կրեց դրա բացասական դիվանագիտական հետևանքները Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածություններ 2016 թվականի վերջ Ալիևի բողոքը, որ ինձ ստիպում են փակ դռների հետևում ճանաչել Ղարաբաղի անկախությունը եւ ընդհանուր բանակցային ֆոնը, ուղղակի մեր մոտ այս բանակցային պատմությունը շատ սուբյեկտիվ է, էլի, հասկանում եք, Սերժ Սարգսյանի կողմնակիցները փորձում են ամեն ինչ իդեալական ներկայացնել, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հակառակը, բայց ես օրինակ հենց մտովի հետ գնացեք, ապրել ենք այդ տարիներին 16-ի երկրորդ կեսից մինչև 18-ի սկիզբ, Նիկոլ Փաշինյանի սկիզբ մինչև հիշում եք բանակցային ինչ դրական ֆոն էր, հիշում եք միջնորդներն ինչ Ադրբեջանին համարյա գրեթե ագրեսոր էին համարում։ Հիմա ինտերնետում կա, կարելի է Վիեննա եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները 16-ի վերջ 17-ի սկիզբ հանել եւ տեսնել թե Հայաստանը ինչ դրական եւ այդ ցավոք խոսքս վերջացնեմ, այդ դրական բացական ֆոնը կորսվեց 18 թվականի նոր իշխանությունների օրոք, որտեվ նոր իշխանություններն եկան, մենք կսկսենք մեր կետից, Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, 18-ի մայիս հիշում եք ուղղաթիռով վարչապետը թռավ Արցախ, այն ժամանակ ինքս թեև բացայտ չեմ ասել, որտեվ չէ ուզում այն ժամանակ այդ ֆոները փչանել, բայց այն մոտիկներին ասեցի, սա Ադրբեջանին անընկալելի պահանջների առաջ է կանգնեցնում։ Ինքը 20 տարի առաջ հիմա սխալ է եղել, ճիշտ է եղել, հեռացել է Արցախը բանակցային սեղանից, ես դա համարում սխալ, բայց դա թողնենք։ Հիմա ինքը պարզա որ այս պահին, երբ որ ուժերի հավասարակշռություններ խախտվել, այն հեռացել է, թե հեռացրել են։ Ցավոք, իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի կողմից կատարվեց կոպիտ սխալ, սա իմ կարծիքն է։ Նախաձեռնությունը իրենն է կամարում, հա, Արցախին։ Ես փաստաթղթային մակարդակով չեմ ուսումնասիրել այս երևույթը եւ հնարավոր է ինչ որ մեկը հիմա ինչ որ փաստաթուղթ անի, որ իմաց ասածը սխալ ցույց կտա, թեև դա քիչ հավանական է, այնուհանդերձ ինձ հասած տեղեկատվության հիման վրա, երբ որ Ռոբերտ Քոչարյանը Արցախի հանրապետությունից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն եւ հետագայում Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո դարձավ Հայաստանի Հանրապետության նախագահ, ինքը որոշեց, որ այլևս բանակցային եռակողմ ֆորմատում Արցախի Հանրապետության ներկայացուցիչի ներկայացում պարտադիր չէ, ինքը իր անձով կներկայացնի եւ Արցախի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն։ Դա ես համարում եմ սխալ։ Դա ես համարում եմ սխալ, որովհետեւ այո, այդ պահին քո անձը միավորում էր, թեև իրավաբանորեն չէր միավորում եւ նույնիսկ տեղ խնդիր կար, իրավաբանորեն չի միավորում, բայց քո անձը կփոխվի, չէ, եւ փոխվեց 2008 թվականին։ Եվ Սերժ Սարգսյանի անձը այլևս չէր ներկայացնում, Նիկոլ Փաշինյանի անձը այլևս չէր ներկայացնում, բայց համապատասխան նախագահին իդեմս օրինակ Բակո Սահակյանին կամ Արկադի Ղուկասյանին, չգիտեմ, դեռ թվերը պետք է նայել, մենք էլ չտեսանք։ Սա ես համարում եմ սխալ։ Հիմա սա էլի պատմական հարց է։ Հիմա թող երկրորդ նախագահի կողմնակիցները սա որևէ կերպ ներկայացնեն, հիմնավորեն, բայց ես այս պահին որպես վերլուծաբան, մտածող անձնավորություն դա համարում եմ սխալ։ Պետք չէր արհեստական մեկ հոգի պակասեցնել։ Շատ է, պիտի ավարտենք, բայց մի քիչ ավելի շատ մասնագիտական է։ Այս պահին կամ այս ընթացքում արդեն քանի տարի է անցել պատերազմից քառորյա, ով ինչ է գնում։ Գնում կողմերը։ Զենք նկատի ունեք, զինամթերք եւ դա ինչ ցուցիչ է ներկա մթնոլորտի համար։ Ես ենթադրում եմ դուք նկատի ունեք ոչ թե քառորյան, այլ 2020 թվականի պատերազմը։ Հա, ես քառորյա ասացի, այո, դա թողնենք։ Հակասական է, գիտեք, հայկական բանակից ստացվող տեղեկությունները շատ հակասական են։ Կա տեղեկություն եւ իշխանության թևն է տեղեկությունը շատ ինտենսիվ տարածում, թեւս վերջերս Վաշինգտոնյան այդ համաձայնություններից հետո ընկել է դրա ինտենսիվությունը, որ մենք զինվում ենք ինտենսիվ։ Սա մի ոլորտ է, որը առանց ռազմական կամ պետական գաղտնիքի տիրապետելու հնարավոր չէ կարծիք հայտնել, եւ եթե մենք նույնիսկ անձնական մակարդակով ինչ որ ձեւով իմանում ենք, դա ասելու բան չէ հատկապես եթերում։ Հիմա տեսեք հանրային գործիչ, բայց ի վերջո կա չէ բաց աղբյուր այստեղ եւ Ադրբեջանի համար։ Ախր չէ, բաց աղբյուր կա, բայց այդ բաց աղբյուր կարող է կեղծ լինել։ Հայտարարենք, որ գնում ենք, փաստացի չգա զենքը։ Հայտարարենք, որ չենք գնում, գնենք։
Հիմա տեսեք օրինակ Դանիել Իոնիսյանը հայտարարեց, որ ես իմ աչքով եմ շատ բան տեսել, միանգամից հարց տվեցին, դու ինչ մուտք ունես ռազմական գաղտնիք եւ ինքը իհարկե սկսեց, որ եւ այլ, բայց դա խնդիր է, օրինակ իմ երազած պետությունում նման հասարակական գործիչը չպետք է նման հայտարարություն անի, որովհետեւ այն միանգամից կասեն քո ինֆորմացիայի աղբյուրը, կամ դու սուտ ես անհիմն բաներ ես ասում, լավ սուտ չասենք, կամ ինչ-որ պաշտոնյա ռազմական գաղտնիք է, սա մեկ։ Երկրորդ, մեր պետությունը ես այս ստուդիայում շատ եմ ասել, կառավարչական լուրջ խնդիրներ ունի եւ այդ խնդիրները հնարավոր չի որ բանակում չլինեն։ Այսինքն այստեղ միայն զենքը չի կարեւոր։ Այստեղ կարեւոր է թե այդ զենքը ինչպես է կիրառում, այսինքն անձնակազմի պատրաստվածությունը եւ շատ կարեւոր է բանակի այնպիսի կառուցվածքը։ Ես լայն էի պատկերացնում հարցը ժամանակերի նեղում է հիշեցնեմ Ադրբեջանը հարձակողական զենք է։ Պարոն Նացական, իմ խորին համոզմամբ ժամանակակից պատերազմում չկան հարձակողական եւ պաշտպանողական զենքեր։ Եթե քո պայմանական ասենք S300-ը, որը իբր պաշտպանողական զենք է, այնուհանդերձ այնքան հզոր է, որ հակառակորդի տարածքը փակում է եւ որպես օդային գերակայության տարր հոբ ցամաքային հոպի միջոցով այնտեղ օգնում է քո կործանիչներին, ապա եղավ հարձակողական զենք։ Մեծ հաշվով շատ դժվար է էլի մաքուր պաշտպանողական կամ մաքուր։ Հիմա քո տանկը, որը դասական հարձակողական զենք է, պաշտպանության մեջ կանգնած կարող է խփել հակառակորդին։ Մի բառը ուղղակի ձեր ժամանակ օգտագործելով Ադրբեջանի պահով ասենք, ցավոք իրենք շատ ինտենսիվ զինվում են, շատ ինտենսիվ, բնականաբար հետախուզական տվյալներ չունեն, բայց օրինակ վերջին իրենք շքերթը որ արեցին, մասնագետների կարծիքով իրենք ձգտում են իրենց բանակը արդեն մեկ այլ աստիճանի բարձրացնել, առաջ ձգտում էին օդային գերակայություն մեր տիպի հակառակորդի նկատմամբ, հիմա փորձում են տեսական լեզվով ասած տոտալ առաջին միանգամյա կաթվածահարող հարվածի։ Այսինքն միանգամից այնպես է խփում դիմացինին, որ ինքը մոտակա ապագայում այլևս չի կարողանում ուշքի գալ։ Սա ավելի վտանգավոր բան է, քան եթե դու հակառակորդին օդային գերակայությունն ես զիջում։ Օդային գերակայություն զիջելով, տեսեք, օրինակ Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին զիջեց Ուկրաինան օդային գերակայությունը, բայց հետո այլ միջոցներով օդային գերակայության միջոցները մաշեցնելով եւ այլ կարողացավ հիմա այս հավասարակշռությունն է, բայց երբ որ դու այն ջախջախիչ կաթվածահար անող հարվածն ես ստանում ամենասկզբում, օրինակ քո ղեկավարությունն է գլխատվում, քո ստրատեգիական ռեզերվներն են ոչնչանում, քո ստրատեգիական զենքի միջոցներն են ոչնչանում, կապն է խախտում եւ այլն, սա շատ ավելի վտանգավոր է եւ կա մասնագիտական կարծիք, բնականաբար նեղ ռազմական ոլորտի մասնագետ չեմ, որ սա իրենք դրան են հասնում, բայց այդտեղ մի բայց էլ ասեմ, ուղղակի լավն է, որ մենք ենք իրանց հակառակորդը, հասկանալի է պետք է զգուշանանք, բայց իրենք նաեւ Ռուսաստանից եւ Իրանից են զգուշանում։